Քանի դեռ բանտում եմ, իմ տեղն էլ կկրվեք, Վարդաշենի բանտ տեղափոխվելուց առաջ հասցրել է հայտարարել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Երեքշաբթի է հայտնի դարձել, որ Մինասյանի վերաբերյալ հրապարակված դատավճիռը Երևում Աստված կա, ամեն ինչ որոշվեց։ Մտել է օրինական ուժի մեջ, նրան նախ տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, այնտեղից էլ բանտ 1 տարի 10 ամիս ժամկետով։ Մինչև բանտարկությունը Աշոտ Երկաթ անունով հայտնի ազատամարտիկը իր աջակցությունն էր հայտնել հայ առաքելական եկեղեցուն ու Գարեգին II-ին։ Ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ, սատարում եմ հայ առաքելական եկեղեցուն, իմ վեհափառին, Գարեգին II կաթողիկոսին։ Հայրենի Լծեն գյուղի եկեղեցու բակում արված այս կադրերում Մինասյանը նաև իր աջակցությունն է հայտնում Հայաստանում ու Ադրբեջանում բանտարկված իր գաղափարակիցներին։ Սատարում եմ իմ բանտում գտնվող բոլոր քաղաքական եւ ռազմական ընկերներին, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում եւ հայկական Հայաստանի բանտերում։ Դա նույնն է, ինչ ադրբեջանական Հայաստանի բանտերը, երկուսի նպատակն էլ նույնն է դրա։ Մինասյանին բանտարկել են մեկուսացնելու նպատակով, կարծում է նրա փաստաբան Միրհան Պողոսյանը։ Իրանք տեսնում են Աշոտ Մինասյանի մեջ ինչ որ, այսպես ասած, ռեսուրս։ Ես ավարտեմ, հարցեր կտա։ 1 տարի առաջ Սյունիքի դատարանը Մինասյանին դատապարտել էր 1 տարի 10 ամիս ժամկետով, բայց պատիժը պայմանական չէր կիրառվել։ Դատախազությունը պահանջել էր ռեալ պատիժ տալ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Իշխանությունները դատախազության, քննչական մարմինների, այնուհետև նաև դատարանների կողմից ամեն օրինական, չգիտեմ, բոլոր ջանքերը գործադրելով վերջը հասան նրան, որ դատավճիռ կայացվի Աշոտ Մինասյանի նկատմամբ։ Պաշտպանները բողոքարկել էին առաջին եւ վերաքննիչ ատյանների որոշումները։ Վճռաբեկ բողոքը առանց քննության է մնացել։ Վճռաբեկ դատարանի դատավորները այս ակնհայտ ապօրինի դատական ակտի կայացման համար միանշանակ պատասխան են տալու, մենք ուղղակի պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն դատական համակարգ որպես անկախ մարմին գոյություն չունի։ Ոչ մի։ Սա քաղաքական պատվեր է անվանում Միրհան Պողոսյանը։ Ինչու եմ պնդում, որ սա քաղաքական իշխանության հրահանգով է, որովհետև վճռաբեկ դատարանը վերջը կարող էր օրինակ բողոքի քննություն իրականացնել, մերժել բողոքի քննությունը կամ չգիտեմ նշել, որ հիմնավորումները լավը չեն եւ այլն, բայց աննախադեպ բան տեղի ունեցավ, ընդհանրապես քննության առարկա չի դարձրել վճռաբեկ բողոքները։ Աշոտ Մինասյանը մեղավոր էր ճանաչվել իբրև թե ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով։ Գործելա կարգին հաղորդման սկզբունքը, եթե տուփը քառակուսի է, ուրեմն մեջը կլոր է այդ հանգամանքով, եթե Սիսիանում զենք է հայտնաբերվել, ուրեմն Աշոտ Մինասյանին է։ Ըստ Պողոսյանի վերագրված արարքի հետ ազատամարտիկը որևէ առնչություն չունի։ Պատկերացնենք վերաքննիչ դատարանի դիմացի այգում թմրամիջոց հայտնաբերեին ու դրա համար մեղադրեին վերաքննիչ դատարանի ցանկացած դատավորի։ Փաստաբան Պողոսյանը եվրոպական դատարան դիմելու մասին է հայտարարում։ Մենք եվրոպական դատարան բնականաբար բողոք ենք ներկայացնելու ու արդեն ստեղծված իրավիճակից ելնելով կարող եմ միջնորդություն ներկայացնենք Արարչյանի դատարան, որպեսզի քննարկման առարկա դառնա եւ վաղեմությունը ժամկետն անցած քրեական գործով պատասխանատվության ենթարկելու հարցը եւ առողջական վիճակով պայմանավորված որոշակի հանգամանքներ կան ազատ արձակման հնարավորությունը։ Վարդաշենի բանտում առնվազն մի քանի ամիս կմնա Սիսական ջոկատի հրամանատարը, մինչև այս իրավական ընթացակարգերը որևէ արդյունք տան։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։